Խնդրեմ, հարցեք։ Իր վերջին ասուլիսում ասում էր, ես որ մի դրամով վարչապետ աշխատեմ, ես ոնց է էլի արդարացնում իրենց այդ աստղաբաշխատվող պարգևաճարներ, բա չեք ասի այդ կոստյումը քեզ որտեղից, ինչ, խնդրեմ այս մասը, բաց է տեսակետը եւ նորից թոշակառուների եւ ոչ միայն տարեստերի նկատմամբ իրենց այս վերաբերմունքը։ Տեսեք, աշխարհում այսպիսի մի գաղափարախոսություն կա, կոչվում է պասիոնարություն։ Դա այն է, որ դու կարողանում ես քո շահը ստորադասես պետական շահին։ Երբ որ կարողանում ես առաջնորդվել այդ գաղափարով, դու կարողանում ես երկիր կառուցել։ Երբ որ քո նպատակը երկիրը թալանելն է, երկիրը մաս-մաս ծախելն է, դու այդ գաղափարի կրողը չես լինում։ Հիմա այս մարդիկ պասիոնարներ չեն։ Այս մարդիկ եկել են լափելու, գողանալու, հարստանալու։ Այնպես չէր, որ ասենք հայկական ժամանակի թերթի խմբագիր էր, կոստյում չէր հագնում։ Հագնում էր, տեսել ենք էլի։ Այնպես չէր։ Պարզապես պետք չի, որ ձեր ամեն կոստյումը լինի 6-7 եվրո կամ դոլար, ձեր ամեն մի զարդը օրվա կրած գերազանցի $20,000 կամ ձեր ձեռքի պայուսակները, իսկ այս ժողովրդին մի թուլափայ 36,000-ը շատ է, հիմա էլ ասում են, տեսեք թոշակառուներ, ձեզ հայտարարագրելու ենք։ Հայտարարագրելու ենք, տեսնենք այդ թոշակը որտեղ եք ծախսելու։ Խնդիրը այն չէ, որ իրենք մտածում են դա այդ ուժեղ Հայաստանի առաջարկածն է մեկ դրամով աշխատավարձ, խնդիրը այն է, որ իրենք ուզում են յուրաքանչյուրի ասած խոսքի մեջ գտնել պոպուլիզմ, գտնել ինչ որ բաներ, որ ասում եմ, աշխարհում կա այդպիսի գաղափարախոսություն, որով շատ ու շատ մարդիկ առաջնորդվել են։ 100,000-ավոր մարդիկ պատմության ընթացքում առաջնորդվել են հենց այդ գաղափարով։ Ձեզ խորթ է դա, որովհետև դուք եկել եք այստեղ հայի կաշին քերթելու, դուք եկել եք այստեղ մեր արյունը խմելու, եկել եք մինչև վերջին կոպեկը մեր բյուջեից շորթելու, ինչով եւ զբաղված եք, ասում եք, բա ես ասում եմ, բա ոնց թանկ կոստյում չհագնեմ գնամ։ Դուրսում Հայաստան եք ներկայացնում, այդտեղ Ալեքս Սիմոնյանն էր ասում, որ թոշակառուի թոշակը բարձրացնողը պետք է լավ հագնվի։ Բայց իրենք չեն բարձրացնում։ Իրենք լավ հագնվում են, լավ ոյաժների մեջ են, լավ, այն ինչ չէին տեսել իրենց այս 50 տարեկան, 55 կամ 40 կամ 30 կամ 20 քանի, իրենց պապերը չէին տեսել, հիմա իրենք դա տեսնում են։ Հիմա ինչ պիտի ինձ համոզեք, ասեք Թրամփը եկել է այդ բյուջեի հաշվին կոստյում է հագնում։ Ծիծաղելի է։ Ծիծաղելի է։ Դու այդ գիտեք ինչ եք ասում, որովհետև դուք ձեր կյանքում բացառության 1-2-ի 3 հոգանոց աշխատատեղ չեք ստեղծել։ Դուք գնացել եք, մեկը ֆիլմում է նկարահանվել, մեկը սերիալում, մեկը ղուշ է թրծրել, մեկը, չգիտեմ, հորն է տնից անել, մի հատ դոմիկ դրել, ասել այդ քեզ շատ է, մեկը ձեզ գիտենք, չէ, ձեր կենսագրությունով ովքեր եք ախր։ Հա ձեզ խորթ է, որ մարդը կարող է գալ իր շահը ստորադասել պետության շահից։ Դուք եկաք, ասում եք Պիլասոսի վարկ չենք կարողանում փակել։ Բա այդ հիմա այդ ոնց է, ձեր հետևից մի 30 հոգել մասաժ անող եք ձեր հետ տանում դուրս։ Ինչի մասին է խոսքը։ Ինձ թվում է, հարգելի Մարիամ, այս բոլոր հարցերը, որ մենք բարձրաձայնում ենք, տալիս ենք, կույր չի քաղաքացին, տեսնում է։ Կա այս ընթացքում նաև արդեն ահազանգիր, տեսեք Էջմիածնում 3 այդ ձերբակալությունները։ Այսինքն ճիշտ ենք հասկանում, Տիկին Ստեփանյան, անդիմադիրները հաղթում են, կամ բանտվում են, կամ սպանվում են, այս երկու տարբերակն է։ Անդիմադիրները չեն հաղթում, իրենք են հաղթում, բայց միևնույն է, չարությունը իրենց մոտ չի պակասում, նորից գնում են այս մարդկանց հետ։ Ասենք այլախոհները, այո, դա կլինի եկեղեցական, կլինի որ ոլորտից կլինի մանկավարժ, կլինի լրագրող, կլինի քաղաքական գործիչ, կլինի գեներալ, կլինի
սրբազան, այս մարդիկ չեն հանդուրժում ուղակի, ասել թե վայ, խոսքի ազատություն, դեմոկրատիա, մարդու իրավունք, այս ամենը, ամեն օր համոզվում ենք, որ աշխարհում ներդրվել են դրանք ոտնատակ անելու համար։ Այլապես այսօր Նիկոլ Փաշինյանը կլիներ իր այդ բանդայի հետ առնվազն Նուբարաշենի համապատասխան տեղում, կարծեմ Արթիկինը փակեցին, չէ, Կոշինը փակեցին, Նուբարաշենի համապատասխան տեղում կլիներ, եթե այս ամենը լիներ։ Բայց քանի որ չկա այս ամենը, բոլորը շինծու կառույցներ են, փող աշխատել, փող լվանալ, հասկանում ենք, չէ, որովհետև մենք ամեն օր շփվում ենք համապատասխան կառույցների հետ, նամակներով, չգիտես, մեյլերով իրար, ամեն օր հասկանում ենք փուչիկ լինելը։ Աշխարհում կա մի խումբ, որ այսպես իր համար բջիջներ է ստեղծում, այդ բջիջներն էլ գալիս են ու սկսում են քանդել կամ կառավարել, նայած այդ բջիջը ուզում է այս երկիրը կառավարվի, թե քանդվի։ Հիմա փաստացի 8 տարի ինչ որ բջիջ ստեղծված Հայաստանում քանդում է երկիրը։ Ուղարկել են այստեղ քանդելու։ Երեք այսպես լսում էի իրենց այդ ստերի շարքը, որ ասում էր ֆեյքեր են վարձել լրատվամիջոցներ, ասում են եկել եմ Ղարաբաղը հանձնելու։ Հետո տեսանք, որ չէ, հենց այդպես է։ Ասում էր եկել եմ այն Արագաչափերը կհիշեք, սիրելի ժողովուրդ, հիշում եք, չէ, այն ճտճտացնելով, փակելով գալիս էր։ Դիմում եմ հիմա համապատասխան կառույցներին։ Ուղիղ հարց եմ տալիս։ 1 տարվա ընթացքում քանի միլիարդ դրամի տուգանք եք գրել։ Թիվ է սա։ Չեմ ասում քանի միլիոն դրամի։ Հստակ ասում եմ, քանի միլիարդ դրամի տուգանք եք գրել։ Կա հրապարակային թիվ։ Ինչքան եք քերել, ինչքան եք մտել մարդկանց գրպանը, ինչքան եք տարել։ Ու այնպես չի, որ Հայաստանում, ասենք, դրա արդյունքում ճանապարհատրանսպորտային վթարների թիվն է պակասել։ Իմ ընկերը Թայլանդում էր, երեք վերադարձավ, խոսում ենք, ասում է, գիտես, մոտ 800 հազարանոց քաղաք, 15 օր մնացել եմ, որևէ մեկ ճանապարհատրանսպորտային վթար, պատահար չեմ տեսել։ Ուղղակի չեմ տեսել։ Չկան շքեղություններ, բայց կա կարգ, կանոն, ճանապարհների լայնությունը այնքան մեծ է, որ այնտեղ մոստեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա դուք եկել եք մի հատ էլ ձեռ են առնում, երեք այդ 9%-անոցը ասում էր, ինչքան ասեք Աչափնյակի մետրո, այնքան վերջ տվեք, լավ։ Ոնց որ այնքան քո բանը բարձրանալու է, որ դու երբևէ ասել ես Աչափնյակի մետրո եմ կառուցելու։ Սուտ, վերից վար սուտ, դու կարող ես 10 տարի էլ մնաք կառավարելու, ասեք Աչափնյակի մետրո ենք կառուցելու, հետո ինչ։ 8 տարի, 10 տարի հյուսիս հարավ էր կառուցում Սերժ Սարգսյանը, 8 տարի կառուցում է Նիկոլ Փաշինյանը։ Աշխարհում մենք տեսնում ենք ինչ գլոբալ ծրագրեր, սրանք հյուսիս հարավ են կառուցում, Արգավանդից մինչև հարավ-արևմտյան թաղամասի վերջին հատվածը, ժողովուրդ 4 կիլոմետր տարածք է, չկառուցվեց դա։ Քանի միլիարդ եք կերել դրա արդյունքում։ Հարց եմ ուղում, ես հարցեր եմ ուղում, կասկածներ ունեմ, քանի միլիարդ եք կերել, դե ուղում մենակ ասելով չի։ Անեք մեսը, որ եմդ ճողանով չեք եկել։ Չէ, են որ բերեցին 10 քանի մետրանոց ավտոբուս, այ դրանով եմ եկել, 10 քանի մետրանոց, հիշում եք Ավինյանն էլ նստեց, դրա համար եմ ասում, ստերի ու գողերի իշխանության, ստախոսների ու գողերի իշխանության ավարտը պիտի գա, եթե ոչ, սիրելի ուսանողներ, սիրելի մանկավարժներ, սիրելի բժիշկներ, սիրելի կենսաթոշակառուներ, հայրեր, մայրեր, քույրեր, եղբայրներ, որևէ մեկը չդժգոհի, որևէ մեկը չասի, լավ չենք ապրում, այս ինչ է մեր վիճակը, թեպետ ասում եմ, մեր բոլորի համար շատ ծանր է, որովհետև Նիկոլ Փաշինյանը սպառել է բոլոր ստերի պարկը,
Չկա սուտ, որ այս տղան ասած չլինի։ Եթե կա մի սուտ, որ ինքը չի ասել, այս նոր եկածներին Նիկոլ Փաշինյանը ստի ոչ մի բան չի թողել, որ գան ձեզ խափեն։ Ինքը ստերի հերն անիծելով եկել է, չկա կենսաթոշակ Բարսանսն, աշխատավարձ, արագաչափ, տուգանք, մատերիալ, բանկեր, վարկեր, ջնջել, ջրել, մրել, չկա, ասֆալտ, դպրոց, ինչ ուզում եք, բոլոր ստերը ասվել է, բոլոր ստերի հերն անիծվել է։ Հիմա այս նոր քաղաքական ուժերին գոնե քաղաքականությունը նաև ստերի 1-2 սուտ չի թողել, որ մյուսները ասեն։ Այս անգամ քաղաքական ուժերի գործը այդ հարցում դժվար է, սուտ չկա ասելու, այստեղ են սպառել։